Այս երկու օրա ինձ եկուցում են, որ ընդդիմությունը քննարկում է վերցնի մանդատները, չվերցնի մանդատները, դուրս գա փողոց, չդուրս գա փողոց։ Մարդիկ ասում են, գցելու ենք ձեզ վանդակի մեջ։ Այդ նշանակում է իրանք դες կապիկի տեղ են դրել։ Եթե պետք է գնաք պարլամենտում կապիկ աշխատեք, գնացեք։ Բայց հիմա դուք պետք է ընտրություն կատարեք կամ անձնական շահերը հետապնդեք, դառնաք դեպուտատ, որ ինչ որ անձեռնմխելիություն ստանաք։ Պարլամենտում էլի կապիկություն անել, յանի դուք ընդդիմություն եք։ Ճիշտ ասած չեմ հասկանում։ Ինքներդ եք ասում։ Կալանավորել են այսքան մարդ, ճնշել են, գործիք են սարքել իրենց այդ ռեսուրսները, իրապան մարմինները։ Ու այսօր դուք գնում եք, դիմում եք Նիկոլի դատարանին։ Ինչ հույս ունեք այդ դատարանին դիմում եք։ Ես ճիշտ ասած զարմացած եմ։ Ում եք խաբում։ Ուզում եք լեգիտիմություն ստանաք, որ մանդատ վերցնեք։ Էլ խեք կապիկություն անում։ Գնացեք վերցրեք։ Եթե մտաք պարլամենտ, իրանք ձեզ սարքելու են չմո։ Մի անգամ բացել եմ չմոն ինչը։ Ու աշխատելու եք այնտեղ կապիկ չմոյացված։ Եթե գնալու եք իրա լեգիտիմությունը ապահովեք, գնացեք։ Իսկ եթե սիրում եք հայրենիքը, մանդատները մի վերցրեք։ Մի վերցրեք եւ դուրս եկեք փողոց։ Դուրս եկեք պայքարեք։ Իրան կարելի է հանել միայն նույն ձևով, ոնց որ ինքը եկել է այդ իշխանությանը։ 18 թվականին ինքը ընդամենը ընտրությունների ժամանակ հավաքել էր 8%։ Բայց ինքը դուրս եկավ փողոց եւ եկավ նստեց այսօր երկրի վարչապետ։ Ու հիմա էլ զավթել է այդ աթոռը։ Քանի որ իր շտաբի ղեկավարը դա դատախազն էր, կատարողները շտաբի մեջ ակտիվիստները, որոնք աշխատում էին, քննչական ծառայության պետն էր, ԱԱԾ-ի տնօրենն էր, ՄՎԴ-ի նախարարն էր, դուք շանս չունեիք հավաքեիք ավելին, քան ինքը գրեց։ Գնացեք, որոշում կայացրեք։